Իրան, Միացյալ Նահանգներ, Իսրայել ռազմական բախման ֆոնին միջազգային լարվածությունը շարունակում է աճել, իսկ տարածաշրջանի երկրները շտապում են ձևակերպել իրենց դիրքորոշումները։ Հայաստանը նույնպես արձագանքեց, սակայն ուշ եւ ընդհանուր ձևակերպումներով։ Մինչ մյուս երկրները հանդես էին գալիս հրատապ հայտարարություններով եւ անցկացնում արտակարգ քննարկումներ, Հայաստանի իշխանության հանրային ակտիվությունը հիմնականում սահմանափակվում էր ներքաղաքական բովանդակությամբ։ Լարի քոտերը շարունակել, ումներ բայց մի րոպե կարճա, սենցա, Հայաստանի անմիջական հարևան Իրանում ռազմական գործողությունների մեկնարկից միայն հաջորդ օրը հրավիրվեց անվտանգության խորհրդի նիստը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Սակայն նիստից հետո հրապարակված տեղեկությունը սահմանափակվեց ընդհանուր գնահատականներով առանց հստակ ուղերձների հանրային անվտանգության վերաբերյալ։ Չեղան ոչ արտակարգ նախազգուշացումներ, ոչ տնտեսական կամ էներգետիկ ռիսկերի գնահատում, այն դեպքում, երբ Հայաստանը Իրանի հետ ունի ռազմավարական սահման եւ կենսական հաղորդակցություններ։ Այնտեղ հայեր կան, տարհանման ծրագիր ունեն, թե իր պատասխանատվությունը մենակ էս Արաքսի ափով վերջանում է։ Վարչապետը ընտրվել, գնացել էր Իրան, ընդունել էին Իրան Արարատ մարզամշակութային միությունը, բայց այդ մարդկանց պետք է ասած ձեռքերը լվա մի կողմ անցնի։ Պատերազմի առաջին օրերին բարձրաստիճան պաշտոնյաների հրապարակային ակտիվությունը հիմնականում արտահայտվում էր սոցիալական ցանցերում, հաճախ ներքաղաքական կամ թեմատիկ գրառումներով։ Սա հանրային դաշտում առաջացրեց հարցեր՝ իշխանությունը լիարժեք գնահատում է արդյոք վիճակի լրջությունը։ Քաղաքացիական պայմանագրի պատգամավոր Հասմիկ Հակոբյանն օրինակ ֆեյսբուքյան գրառմամբ նշել էր, թե Հայաստանի երկինքը դարձել է արևմուտքն ու արևելքը կապող օդային միջանցք։ Դու պետք է ունենաս ռեզերվային պլանավորում։ Հիմա պատկերացրեք վաղը 50,000, 100,000 հոգի Իրանից գալիս է Հայաստան։ Ունեն իրանք կարողություն, ծրագիր ունեն պաշտպանելու։ Պատրաստ են, պարոն Խաչատյան, չեք կարող։ Ոնց էին պատրաստ, որ արցախցիներն եկան պատրաստ էին, թե միջազգային օգնությունը չլիներ, չէր լինի։ Ինքը Հակոբյանը կարծում է, թե օդային թրիփն է շահագործվում։ Ըստ պատգամավորի, Հայաստանի երկնքով թռչող ինքնաթիռները երկու կարևոր բանի մասին են վկայում՝ տնտեսական աճի ու անվտանգ Հայաստանի։ Դա նշանակում է, որ Հայաստանի երկինքը ապահով է, Հայաստանը ապահով է։ Դրա համար ավիաընկերությունները, երկրները նախընտրում են օգտագործել Հայաստանի տարածքը, որովհետև Հայաստանը խաղաղություն է։ Որևէ ոչ քաղաքական մեսեջ են հասկանում, ոչ տնտեսական օգուտներ են հասկանում։ Վատ է, որ Հայաստանում մարդիկ կարողանում են խաղաղ պայմաններում կարկանդակ ուտել։ Ազգային ժողովի փոխոսնակ Ռուբեն Ռուբինյանն է զարմացել բարձրացած աղմուկից։ Մեր երկիրը պատերազմի մեջ չէ եւ մենք կարկանդակ ենք ուտում, դժվար է պատկերացնել։ Առաջին համաշխարհային պատերազմի մենք կարկանդակ չենք ուտում, մենք պատերազմի մեջ ենք։ Երկրորդ համաշխարհայինում մենք կարկանդակ չենք ուտում, մենք պատերազմի մեջ ենք։ 90-ականներին խորհրդային միության փլվելուց հետո մենք կարկանդակ չենք ուտում, մենք պատերազմի մեջ ենք։ Հիմա երբ որ նկատի են վերջին 10 տարիներին, երբ որ աշխարհակարգը փլուզվում է, մենք պատերազմի մեջ ենք, կարկանդակ չենք ուտում եւ վերջապես մենք կարող ենք կարկանդակ ուտել։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն էլ պատերազմի երրորդ օրը հեռախոսով խոսել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։ Նախարարը ցավակցություն է հայտնել Գերագույն առաջնորդի եւ Իրանի քաղաքացիների, երեխաների եւ կանանց խմբի նահատակության համար ու մարդասիրական օգնություն առաջարկել։ Սեդամ Ակարյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։